Լսել էիք New Nail բրենդի մասին։ New Nail բրենդը ներկայացնում է հայկական արտադրության պրոֆեսիոնալ մատնահարդարման գործիքներ եւ նյութեր։ Բրենդը առանձնանում է իր հիպոալերգիկ բաղադրությամբ, 11 free ֆորմուլայով անվտանգ, ինչպես հղիների, այնպես էլ ալերգիայի հակված մարդկանց համար։ Չնայած բրենդի դեռ երիտասարդ տարիքին, New Nail-ը արդեն մեծ վստահություն ու պահանջարկ ունի ու վայելում է թե հայ, թե այլազգի մատնահարդարների շրջանակում իր վստահությունը։ Ողջույն բոլորին եւ բարի գալուստ առաջին հայալեզու մատնահարդարման YouTube-յան ալիք։ Սա այս տարվա իմ առաջին տեղադրված մեծ հոլովակն է մատնահարդարման մասին, բայց պարտադիր պետք է շեշտեմ, որ սա իմ ամենահին վիդեոներից է, որը կրկին մնացել էր իմ նկարահանած շարքում, որը դեռևս չէր տեղադրվել YouTube-ում։ Իսկ հիմա եկեք կատարենք միասին այս աշխատանքը։ Նախկին աշխատանքը եւս եղել է իմը, հեռացնում ենք նախկին նյութը ու անցնում ենք առաջ։ Կլինեն ձեր մեջ շատերը, ովքեր առաջին անգամ պատամամբ այս հոլովակի օգնությամբ կհանդիպեն իմ ալիքին։ Եկեք երկու բառով ներկայացնեմ։ Եթե դուք առաջին անգամ եք այս ալիքում, ապա ասեմ ձեզ, որ սա YouTube-ում առաջին հայալեզու մատնահարդարման ալիքն է, որը երբ որ ստեղծվեց, այդ ժամանակ մատնահարդարման հետ կապված այլ հայկական ալիքներ YouTube-ում կոնկրետ գոյություն չունեին։ Այստեղ ես ցույց եմ տալիս շատ աշխատանքներ, որոնք կատարել եմ ինքս դեռ մի քանի տարի առաջվանից սկսած ունեմ այստեղ վիդեոներ։ Մի քանի անգամ հարցրել եմ հետևորդներին, թե արդյոք ջնջեմ հեռացնեմ այդ նախորդ վիդեոները, որոնք ես էլ դիտելիս տեսնում եմ, թե որքան թերություններ են եղել աշխատանքի մեջ։ Ամեն դեպքում այդ ժամանակ աշխատանքի ոճն էլ է այդպես եղել, կամ այլ ինչ որ կադրեր եմ տեսնում, որոնք կարելի էր մոնտաժել եւ դուրս բերել եւ այլն, բայց կարծում եմ ես այս տարիների ընթացքում ձեր հանդեպ եղել եմ շատ անկեղծ ու ամեն ինչ տեղադրել եմ այնպես ինչպես որ կա, առանց խաբեությունների։ Հետևորդների պատասխանի արդյունքում չջնջվեց այստեղից ոչ մի տեսակի վիդեո, այնպես որ եթե դուք հիմա թերթեք իմ էջը, 1000-ից ավելի վիդեո կա այստեղ, ամենահիները բացեք, ինքներդ էլ կտեսնեք փոփոխությունը իմ աշխատանքի։ Սակայն ընթացքում եկավ մի պահ, երբ ես արդեն իսկ կենտրոնացած չէի մատնահարդարման վրա։ Սպասեք հիմա ամեն ինչ հերթով կբացատրեմ։ Ուրեմն, երբ որ ես նոր էի սկսում, ես շատ կենտրոնացած էի, որպեսզի ես ունենայի շատ հաճախորդներ, սպասարկեի շատ հաճախորդների եւ շատ որակյալ, մի խոսքով իմ կենտրոնացումը այդ ժամանակ կոնկրետ շատ հաճախորդներ ունենալն էր։ Եվ այո, եկել էր հասել էր այնպիսի պահ, որ ես ամսեկան միջինում սպասարկում էի 200 հաճախորդի, իսկ դա նշանակում է օրվա մեջ մոտ 1 օրում, այսինքն մոտավորապես 6-ից 7 հաճախորդ, բայց ես օրեր եմ ունեցել, որ օրվա մեջ սպասարկել եմ անգամ 10-ից 12 հաճախորդի, այնպես որ 200-ը դա դեռ ես միջին թիվ եմ ասում մեկ ամսվա համար։ Եղել են ամիսներ, որոնք ձգվել են մինչև անգամ 250 մոտավորապես հոգի մեկ ամսվա համար հաճախորդներ։ Հիմա դուք կմտածեք, որ ես շատ հոգնել եմ, շատ տանջվել եմ եւ ճիշտ էլ կմտածեք, որովհետեւ իսկապես պահ էր գալիս, որ անգամ մի քանի րոպե ազատ ժամանակ չէր մնում ուղակի ինքս ինձ համար։ Բայց այդ ամենը ինձ հարկավոր էր։ Ինձ հարկավոր էր ունենալ շատ հաճախորդներ, որքան հնարավոր է ձեռքիս որակը լավացնելու համար։ Անգամ եղել են դեպքեր, որ հաճախորդները վճարել են շատ քիչ, որովհետև ամենասկզբում ես վերցրել եմ շատ փոքր սիմվոլիկ գումար կամ թեկուզ եւ միայն նյութերի համար նախատեսված գումարը։ Դե հետո արդեն իսկ որպես մատնահարդար ավելի այլ գումարով էի աշխատում եւ սպասարկում այդքան շատ հաճախորդներ, բայց մի անհանգստացեք, այդ ամենը տևել է ինձ համար ամեն դեպքում քիչ ժամանակահատված։ Հիմա բացատրեմ ինչու։ Ես սկսեցի վարել իմ YouTube-յան ալիքը, որի համար նկարում էի կոնտենտներ եւ այդտեղից սկսվեց ամեն ինչ։ Ես տեսա, որ մարդկանց շատ դուր է գալիս, երբ որ ես մանրամասն բացատրում եմ մատնահարդարման process-ի հետ կապված ամեն ինչ եւ ոչ մի գաղտնիքներ չեմ պահում։ Ինձ սկսեցին բոլորը շատ վստահել ու շատ սիրել YouTube-ում որպես բլոգեր։ Սկսեցին ինձանից պահանջել, կարելի ասել, որ ես կիսվեմ այն նյութերի ֆիրմաներով, որոնք ես օգտագործում եմ եւ գոհ եմ մնում եւ իմ աշխատանքը այդքան լավն է ստացվում։ Իսկ ես սկսեցի մարդկանց կենտրոնացնել նրա վրա, որ այո, նյութերի մասին ես ձեզ հետ կկիսվեմ, բայց եկեք ես ձեզ ցույց տամ, թե հիմնականում ինչպես կարելի է իդեալական աշխատել, որ ձեր նյութն էլ պահպանվի, որովհետեւ լինում են դեպքեր, երբ որ ձեր նյութն էլ շատ լավն է, բայց դուք եք սխալ աշխատում։ Սխալ նյութ եք ընտրում տվյալ եղունգի տեսակի հետ կապված, սխալ նախնական նախապատրաստման փուլ եք անցկացնում տվյալ եղունգի հետ եւ արդյունքում ունենում եք խնդիրներ։
Եվ քանի որ մարդիկ սկսել էին ինձանից նաև հարցնել, թե ինչ նյութեր օգտագործեն, այդ ժամանակ ինձ ուղարկեցին տարբեր տեսակի նյութեր այլ բրենդներից, որպեսզի ես համագործակցություններ սկսեմ այլ բրենդների հետ։ 1-2 բրենդի հետ փորձեցի, որովհետև երբ որ ինձ գալիս էին նյութերը, օգտագործում էի ու ինքս էլ չէի հավանում, իսկ եթե ինչ-որ բան չհավանեցի, ես չեմ կարող այն առաջարկել ինձ վստահող աուդիտորիային, չնայած նրան, որ այդ ժամանակ այնքան չէր, որքան որ հիմա իմ աուդիտորիան, բայց դա նշանակություն չունի։ Այդ ժամանակ զուտ անարդար էր մարդկանց նկատմամբ այդպես վարվել է, հա։ Զուտ իմ գովազդի գումարը վերցնելու համար, վերցնեմ ինչ-որ մի բան գովազդեմ հենց այնպես, մարդիկ վերցնեն օգտագործեն, իրենց դուր չգա, արդեն վստահություն կկոտրվի իմ նկատմամբ։ Միգուցե ես այստեղ ավելի հեռատես եմ եղել, բայց կարծում եմ ճիշտն էլ հենց դա էր։ Բայց արդյունքում ես չհայտնվեցի անելանելի վիճակում, որովհետև ստեղծվեց իմ բրենդը, Nunail բրենդը, որը արդեն իսկ ունի բավականին մեծ պահանջարկ ոչ միայն հայ հետևորդի, հայ աուդիտորիայի կողմից, այլ նաև դրսում ունի շատ մեծ պահանջարկ, քանի որ մենք վաճառում ենք նաև Wildberries-ում։ Ozone-ը եւ Wildberries-ը իրենց հերթին ինձ տվեցին մեծ հնարավորություն ճանաչելիության բերել իմ նյութերը, հայկական արտադրության իմ Nunail բրենդի նյութերը։ Nunail բրենդի նյութերի հենց ամենաառաջին գլխավոր կետը այն էր, որ նյութերը պետք է լինեն բարձրորակ, պրոֆեսիոնալ եւ ոչ տոքսիկ, որովհետեւ կարողանան օգտագործել եւ ալերգիկները, եւ հղիները, եւ ոչ մի խնդիր չառաջանա։ Հենց այդպես էլ եղավ, կենտրոնացանք մենք այդ ուղղության վրա ու բավականին բարդ ճանապարհ անցնելուց հետո ստեղծեցինք նյութերը։ Մարդկանց մեծամասնությունը, ես կասեի գերակշիռ մասը, ես կասեի բրենդի ճանաչող մարդկանց 100%-ից 98%-ը չի էլ պատկերացնում, թե ինչ ճանապարհ ես անցնում բրենդ ստեղծելիս։ Այդ բրենդը երկնքից չի իջնում, եւ եթե անգամ միտքը քեզ երկնքից իջնում է եւ դու փորձում ես բրենդ ստեղծել, այդ ամենը պետք է բերել ճանաչելիության եւ ցույց տալ այդ բրենդի պրոֆեսիոնալիզմն ու մակարդակը։ Այսինքն, կարող ես դու ստեղծել ինչ-որ մի բան եւ շատ ցինիկ գովազդների օգնությամբ, խաբեության օգնությամբ հավաքել աուդիտորիա, քեզանից մեկ անգամ կգնեն եւ վերջ։ Բայց բրենդի եւ ցանկացած բիզնեսի հիմնական գաղափարախոսությունը այն է, որ եթե քեզ մոտ հաճախորդը վերադառնում է երկրորդ եւ երրորդ անգամ, նոր այդ ժամանակ դու կարող ես հասկանալ, որ քո բիզնեսը ստացված է, որովհետեւ առաջին անգամ բոլորն էլ կարող են փորձելու համար ձեռք բերել։ Այ եթե երկրորդ, երրորդ անգամ էլ չեմ ասում, թե մենք ունենք ինչքան շատ ուսանողներ եւ հաճախորդներ Հայաստանից եւ արտասահմանից, Միացյալ Նահանգներից, եվրոպական բոլոր երկրներից, ինչքան շատ օգտվողներ ունենք մեր պրոդուկտներից, որոնք բազմիցս արդեն օգտվում են եւ կան մարդիկ, ովքեր ասեմ ձեզ, որ միայն Nunail-ի նյութերով են աշխատում, որը շատ ողջունելի է։ Այդ դեպքում նոր հասկանում ես, որ բրենդը այո, ստացված է։ Բայց բիզնեսը, բրենդը առհասարակ կարծես փոքրիկ երեխա լինի։ Միշտ պետք է ուշադրությանդ կենտրոնում լինի։ Երբ որ մի փոքր դու շեղվում ես ու չես կենտրոնանում այդ ուղղության վրա, որպեսզի աշխատես կրկին քո բրենդի հետ, որպեսզի ճանաչելիությունը միշտ պահես տեղում, կարծես թե այն աչքա թող է լինում, բարձի թողի վիճակում է հայտնվում եւ կրկին քեզ պետք է այդ ամենը սկսել զրոյից։ Այդ իսկ պատճառով ես փորձում եմ հնարավորինս շատ ժամանակ տրամադրել իմ բիզնեսներին եւ բրենդներին։ Ես այս վիդեոյում խոսեցի միայն Nunail բրենդի մասին, բայց ինձ ճանաչողները, ովքեր վաղուց են հետևում իմ էջին, քաջատեղյակ են, թե այլ ինչ բրենդներ ունեմ ես եւ որ բրենդների հիմնադիրն եմ ես ինքս։ Ես այժմ ունեմ ձեզ նոր առաջարկ եւս, այդ մասին կրկին իմ հավատարիմ հետևորդները հաստատ տեղյակ են, որովհետեւ տեսնում եմ, որ իմ նոր Instagram-յան էջին նրանք միացել են եւ տեսնում են այդ ամենը, բայց կարեւոր բան ունեմ եւս ասելու։ Քանի որ մեր արտադրամասը ընդլայնվում է, համալրվում է նոր գործիքներով, նոր սարքավորումներով եւ այլն, դուք նույնպես ցանկացած ոք, ով ուզում է իր բրենդը ստեղծել եւ մատնահարդարման հետ կապված եւ ցանկացած խնամքի միջոցի հետ կապված շամպունյներ, բալզամներ, քսուկներ, թարթիչների հոնքերի խնամք, անգամ տղամարդկանց համար նախատեսված խնամքի շարք եւ այլն, եթե ցանկանում ես ստեղծել քո բրենդը զրոյից, տարաներով, դիզայնով, պրոդուկտով, էտիկետկաներով, փաթեթավորումով ամեն ինչով, ապա կարող ես դիմել ինձ, Melkonian Holding-ին, կարող ես դիմել, գրել եւ ծանոթանալ ամեն պայմաններին, ստեղծել քո բրենդը ինձ հետ միասին։
Ես այս հայտարարությունը կարող էի անել դեռ այն ժամանակ, երբ որ իմ բրենդն էի նոր ստեղծել, որովհետև արդեն իսկ հենց ամենասկզբից բավականին մեծ պահանջարկ ունեցավ եւ հաջողության հասավ։ Բայց հիմա կարծում եմ առավել ճիշտ ժամանակն է, որովհետև հիմա բազմիցս արդեն իսկ ապացուցված է, թե որքան լավն են Nunail բրենդի, Nushi, MM Brothers-ի, Melofy-ի պրոդուկտները։ Սրանք այն բրենդներն են, որոնք իմն են, պատկանում են Melkonian Holding-ին, Melkonian Holding-ի դուստր կազմակերպություններն են եւ արդյունքում ամեն մի բրենդ իրենից ներկայացնում է ինչ-որ այլ ճյուղ, որտեղ այլ պրոդուկտներ են վաճառվում, այլ պրոդուկտներ են ստեղծվում եւ արտադրվում։ Եվ դու նույնպես կարող ես Melkonian Holding-ի հետ ստեղծել այդ ամենը, քանի որ այժմ առավել վստահորեն կարող եմ այդ ամենը ձեզ առաջարկել։ Ճիշտ է, կարծում եմ այս հոլովակի գլխավոր վերնագիրն էլ նկարն էլ ձեզ հուշեցին, թե ինչի մասին է լինելու այսօրվա հոլովակը, չնայած նրան, որ ձեզ մատնահարդարում եմ ես այս պահին ցույց տալիս, դուք դիտում եք, վայելում եք եւ լսում եք ինձ, բայց ես գիտեմ, որ ժամանակ առ ժամանակ այս ներկայանալը պետք է, որովհետև ընթացքում լիքը նոր մարդիկ են հայտնվում, ովքեր անգամ քեզ այնպիսի հարցեր են գրում, որ դու տեսնում ես, որ լավ, մարդը հաստատ առաջին անգամ է իմ էջում ու բացարձակ տեղյակ չի, թե ուր է հայտնվել, ինչի մասին է խոսքը, այնպես որ որոշեցի, որ եւս մեկ անգամ պատմեմ ձեզ այս մասին։ Ասեմ, որ այն ամենը, այն գործունեությունը, ինչով որ ես զբաղվում եմ, ով եմ ես, այստեղ ես ձեզ ներկայացրեցի երևի 1-ից 2%-ը, շատ քիչ բան եմ պատմել ձեզ այս հոլովակի մեջ։ Եթե դուք նոր եք միացել իմ ալիքին, ապա անպայման հետևեք իմ էջին, անպայման սեղմեք բաժանորդագրվելու կոճակը, որպեսզի բաց թողնեք ամենահետաքրքիր ու կարևոր ինֆորմացիաները։ Իսկ այստեղ միայն չեմ կարող չասել, միայն տեսեք, թե ինչպես է արագ հարթվում Nunail բրենդի կաթնային ամրացման գելը, ուղղակի յուրահատուկ է։ Միայն գույնը տեսեք, միայն հարթվելը տեսեք, մի քանի վայրկյան է տևում ընդհանրապես։ Ես ուղղակի հպարտ եմ։ Ես հպարտ եմ, որ ես ունեմ իմ բրենդը, իմ հայկական արտադրությունը, որը արդեն առավել ճանաչելի է անգամ դրսում։ Եվ ես մտածում եմ, որ առավել առողջ է, երբ որ հպարտ եմ ոչ միայն ես, այլ նաև ցանկացած հայ։ Ինչու եմ այսպես ասում, որովհետև տեսեք, օրինակ ես հպարտանում եմ, երբ որ եկեք պայմանական ինչ-որ բրենդ բերեմ հայկական, օրինակ Grand Kenzie-ին, բոլորից հայտնի։ Ինձ համար միայն հպարտանալու է, որ արդեն տարիներ շարունակ գոյություն ունի այդ բրենդը եւ ճանաչելի է դրսում, որը նաեւ պատվաբեր է մեր երկրի համար, հենց Հայաստանի Հանրապետության համար։ Ինչպես նաեւ ես տարիներ շարունակ համոզվեցի, որ այս բրենդը երբևիցե իր որակը չի կորցնում։ Ու միշտ եմ ասել, ու չեմ հոգնի ասելուց, որ Grand Kenzie-ից բոլոր բրենդները շատ բան ունեն սովորելու, որովհետեւ ինձ այն դուր է գալիս այնքանով, որ երբևիցե իր որակը չկորցրեց, որը զարմանալի է ու իրականում շատ բարդ է պահելը։ Ասացի ձեզ պայմանական օրինակ եմ բերում հայկական բրենդերից, բայց չէի կարող հենց կոնկրետ օրինակը չբերել, որովհետև իրոք հիանում եմ իրենց աշխատելավոճով ու նայելով հասկանում եմ, որ այո, ես հայ եմ, այդ արտադրանքը հայկական է եւ բնականաբար սա հպարտանալու է։ Եվ ինձ համար առողջ է այն գաղափար, երբ որ այլ մարդիկ հպարտանում են իմ բրենդով, ինձ գրում են, որ ես հպարտանում եմ քո բրենդով Նունե ջան, եւ դա առողջ է։ Սա առողջ փոխշահավետ համագործակցություն է, հա, քո հաճախորդի հետ, որը իրականում հենց այդպես էլ պետք է լինի։ Այդտեղ նոր հասկանում ես, որ իսկապես արածդ որևիցե իմաստ ունի։ Այստեղ ոնց հասկանում ինչ-որ մի հատ դիզայն եմ անում, բայց եթե անկեղծ ընդհանրապես չեմ էլ հիշում հիմա ինչ եմ ձեզ ցույց տալու, եկեք միասին նայենք, ես էլ կտեսնեմ, թե ինչ եմ արել այդ ժամանակ, ինչ որ տարօրինակ դիզայն, հա, այսպես կաթիլները, հա, երևի սեղմում ենք իրար, խառնում է, դառնում է ավելի մարմարի դիզայն, ու հիմա մենք միասին կտեսնենք, թե ինչ է ստացվելու այն եղունգի վրա։ Ասածս այն է, որ եթե դուք ինչ-որ նպատակ եք դնում, ապա գնացեք ձեր նպատակի հետևից։ Երբևիցե հեշտ չի լինելու։ Չհավատաք, որ հեշտ է լինելու աշխատանքը, նպատակներին հասնելը հեշտ է լինելու եւ այլն, խնդրում եմ ձեզ, դուք ուղղակի գնացեք ձեր նպատակների հետևից, պայքարեք, ստեղծեք, ստեղծագործեք, արարեք ու հաստատ ստացվելու է։ Ուղղակի ես կարծում եմ հեշտացնում է ձեր գործը այստեղ այն դեպքում, երբ որ դա քո երազանքն է, ու դու անգամ պարտությունները հաճույքով ես ստանում, անգամ դժվարությունները հաղթահարելի են քեզ թվում ու ասում ես լավ, ոչինչ, ես էլի կանեմ, որովհետև դու սիրում ես այդ, դու դրա մեջ ես ու դու ուզում ես, որ անպայման այդ ամեն ինչը վերջի վերջո դարձնես ավելի կայուն,
խելքի բերես, հա, կարելի ասել, ու դրա համար երբ որ այդ ամենը քո երազանքն է, քեզ է վերաբերվում, դու ուզում ես այն ունենալ, քեզ համար բոլոր բարդությունները հանգիստ է հեշտ անցնելի են թվում, հա, անանցանելի ոչինչ չկա այդ դեպքում։ Ճիշտ է, մատնահարդարման վիդեո էի գցել ձեզ համար, որպեսզի դուք տեսնեք, բայց ամբողջը ստացվեց մոտիվացիոն։ Ես ուզում եմ, որ դուք մոտիվացվեք, սովորեք, շարունակեք ու պայքարեք։ Եթե սա ձեր սիրելի մասնագիտությունն է, եւ վստահ եմ, որ ինձ շատերը հետեւում են անգամ ոչ մատնահարդար լինելով, որովհետեւ ինձ շատ են գրում, որ ես մատնահարդար չեմ, բայց շատ հաճելի է ձեզ լսելը Նունե ջան եւ աշխատելը ձեզ հետ, այնպես որ եթե անգամ դուք մատնահարդար չեք, ունեք այլ մասնագիտություն կամ այս բան ինչ-որ մի բան եք որոշել, թող սա լինի ձեզ համար մոտիվացիա, անպայման արեք ու հասեք այն ամենին, ինչ որ դուք ցանկանում եք։ Ես կարծում եմ, որ ես սկսեցի սիրելով այս աշխատանքը, հաճույք ստացա, որովհետև երբ որ ինձ հարցնում էին, թե դու շատ չես օգնում, այդքան շատ գործ ես անում, այստեղ հա կադրում տեսնում ոնց ինչ-որ մի բան անում ենք, մեր դուրը չի գալիս, ջնջում ենք, նորից ենք անում, բայց ես հիշում եմ, որ վերջում շատ թույն գործ ենք ստացել, այնպես որ եկեք ես էլ համբերատար նայեմ, չեմ էլ հիշում ինչ ենք արել։ Իհարկե հոգնում էի, գերհոգնում էի անգամ, բայց ասում էի, որ հանգստացնում է կարծես ինձ այս աշխատանքը։ Երբ որ վրձինը ձեռքիս է, երբ որ ես աշխատում եմ, վերջում այդ հրաշք աշխատանքները ստացվում են, ես կարծես հենց այդ վերջին արդյունքից էլ ավելի ինձ հանգստացած էի զգում եւ այդ գերհոգնածությունը չէր ազդում ինձ վրա։ Բայց ժամանակի ընթացքում հոգնածությունը չէր իրականում պատճառը, այլ այն, որ ես չուզեցա մնալ որպես մատնահարդար եւ ստեղծեցի իմ բրենդը, իմ ալիքը, որպես բլոգ, որպես բլոգեր նույնպես ես հիմա աշխատում եմ, ինչպես նաև ունեցա իմ բրենդները, որոնք էլ ավելի առաջ տարան։ Ու չեմ մոռանա շեշտել նաև այն մասին, որ ես նաև ինստրուկտոր եմ, ես սովորեցնում եմ մատնահարդարում ու հատկապես on-line ու իմ ուսանողների ուրեմն 2500-ից ավելի ուսանող եմ ունեցել հենց այս պահին, երբ որ դուք նայում եք այս հոլովակը, այսինքն երբ որ ես մոնտաժում եմ այս հոլովակը, միգուցե դուք մի քանի տարի անց եք նայում, արդեն 8000-ից ավելի ուսանող եմ ունեցել, 2500-ից ավելի ուսանող եմ ունեցել, որոնց գերակշիռ մասը, մոտ 80-85%-ը եղել են on-line սովորողները, հենց դրսից արտասահմանից սովորողները, որի համար շատ հպարտ եմ, շատ ուրախ եմ եւ իմ դասընթացները շարունակվում են, բնականաբար նորամուծություններ են ավելանում, նույն տեղում չեն դոփում, եթե կրկնում եմ բրենդը, բիզնեսը, կարծես երեխա լինի, երբ որ դու դրան աչքաթող ես անում, դառնում է, չգիտեմ, արդեն ոչ մեկի պետք չէ, որովհետև ինքը միայն հետ է գնում։ Միացեք իմ ինստագրամյան ալիքներին եւս, որովհետև այնտեղ եւս տեղադրվում է շատ ինֆորմացիա ու պլյուս կծանոթանաք նաեւ իմ պրոդուկտներին։ Վստահաբար կօգտվեք, հասկանալով, որ չեք վնասում ձեր առողջությանը եւ ոչ էլ ձեր սիրելիների առողջությանը։ Վերջերս մեր պրոդուկտները նաև անցան լաբորատոր ստուգումներ, վերջնական փաստաթղթերով հաստատվեցին եւ որի համար ես միմիայն հպարտ եմ։ Իրականում դա վախենալու էտապ է շատ, որքան էլ որ դու վստահ ես քո պրոդուկտների վրա, վստահ ես որ լավն են եւ այլն են, բայց երբ որ պրոդուկտները եւս մեկ անգամ գնում են լաբորատորիա ստուգվելու, ամեն դեպքում սրտումը դող կարծես լինի, բայց կրկին մենք հաղթահարեցինք, որովհետև մեր պրոդուկտները բազմիցս եմ շեշտել, որ վստահելի են, հանգիստ կարող եք օգտագործել եւ չթունավորել ձեզ։ Այս արդեն հիշեցի, այստեղ մի քանի բան փորձարկել էինք, մեզ դուր չէր եկել եւ մենք շարունակեցինք աշխատանքը ու ստացանք այսպիսի շատ հետաքրքիր սիրուն սրտիկներով աշխատանք։ Իդեպ ասեմ, հետո այս եղունգները ֆոտոսեսիա են անցել եւ մեր բազում սերտիֆիկատների վրա մեր ուսանողների հենց այս եղունգներն են։ Քանի որ կրկնում եմ, սա իմ վաղուց աշխատանքներից են, իսկ ես արդեն շեշտեցի, որ 2500-ից ավելի ուսանողներ եմ ունեցել։ Տեսեք, տոպով հարթեցման տեխնիկա արեցի, որը օգնելու է, որ այս դիզայնը ավելի հարթ դիտվի։ Միայն տեսեք վերջում ինչ հրաշք աշխատանք ունենք, որքան նուրբ ու կոկիկ է աշխատանքը, որքան հարթ ու գեղեցիկ ու ինչ բնական տեսք ունի, ոչ մի արհեստական մոդելավորում, ոչ մի արհեստական կոպիտ անկյուններ, իսկ ձեզանից էլ շատ շնորհակալ եմ, որ դիտեցիք հոլովակը, կհանդիպենք այլ հոլովակներում։ Գույնով մաքուր արտատպումը շատերին բարդ է թվում։ Այն կատարվում է վերին ֆորմաներով, շատ արագ ու հեշտ, ունի այսպիսի տեսք։ Այս տեխնիկային նույնպես կտիրապետեք հետևյալ դասընթացում։ Մեկնարկը փետրվարի 1-ից է։ Ասեմ ավելին, դասընթացում ներառված է երկու տեխնիկա։ Մեկը գույնով մաքուր արտատպում է, իսկ մյուսը կամուֆլյաժ երանգով։ Իսկ իրականում թեմաները շատ են, քանի որ 2 ամսյա կուրս է։